Ես տեսահանում անի դահարմայի և քաջության փորձությունը լանկայի դարպասի մոտ, լանկինի հետ հանդիպման ժամանակ։ Շանի վերջին փորձությունները ցույց են տալիս մեր ազնվությունը, համբերությունը, նվիրվածությունը և քաջությունը։ Լանկայի դարպասի մոտ լանկինին կանգնած էր որպես փորձություն, հպարտությունը փլվեց, նվիրվածությունն ու պարտքը բացեցին ճանապարհը։ Սունտարական դայի այս դրվագում հաղթանակը եկավ։ Գիշերվա լռության մեջ լանկա քաղաքը փայլում էր, չար ուժերի պահապան էր կանգնած լանկինին։ Ով ես դու հարցրեց, նա խաղաղ պատասխանեց, Ռամայի գործով եկած ծառա եմ ասաց։ Լանկայի դարպասի մոտ լանկինին կանգնած էր որպես փորձություն, հպարտությունը փլվեց, նվիրվածությունն ու պարտքը բացեցին ճանապարհը։ Սունտարական դայի այս դրվագում հաղթանակը եկավ։ Խոսք չլսող հպարտությանը ուժը դարձավ պատասխան, մի փոքր հարվածով գոռոզությունը ընկավ, խելքը արթնացավ։ Լանկայի կործանումը պարզ դարձավ, դահարմայի ուժը առաջ եկավ, ցույց տվեց, թե շանի ժամանակ իրական նվիրյալը ինչպիսի պետք է լինի։ Լանկայի դարպասի մոտ լանկինին կանգնած էր որպես փորձություն, հպարտությունը փլվեց, նվիրվածությունն ու պարտքը բացեցին ճանապարհը։ Սունտարական դայի այս դրվագում հաղթանակը եկավ։ Եթե հպարտությունը դարպաս է, նվիրվածությունը բանալին, դահարմային հավատարիմ մատն է միայն, որ կարող է անցնել դժվարությունների միջով։ Շանի ժամանակաշրջանում կարգապահություն, նվիրվածություն